Գողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի քանի վարկաններեն բնանք մեր ուղի եթեր ծառայությունը, ուրեմն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները միասին Տիրոջ օրհնությունը վայելենք այս կարճ բահերում։ Ուրեմն կկանչենք ձեզ, կսպասենք ձեզ մի քանի վարկաններեն այս կարճ դատարեն հետո կանչեք միասին պատրաստվենք Տիրոջ օրհնությունը վայելել, Տիրոջ խոսքը սերդել եւ աղոթել փառաբանել Տիրոջը։ Գվերակտնենք իրար։
խորհրդական հավիտենականության սքանչելի խորհրդական հավիտենականության խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն զուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն զուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Առավորվի երրորդության մեր Աստվածը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Բարի եկաք սիրելի քուրեղբայրներ, այս ուղիղ եթեր ծառայությանը, որ ինչպես գիտեք կսփռվի դարբեր դեղերեն Փարիզեն եւ գահստի քեզ ուր որ ես, ուր որ գտնվիս, Աստված առադապես օրհնեցես, ուրախ ենք որ միասին ենք, այս գարջ ժամը միասին պիտի անցնենք Տիրոջ խոսքին շուրջ, պիտի ստերդենք Տիրոջ խոսքը, կործարակելոցը կշարունակենք միասին, պիտի պարապանենք Տերը, պիտի աղոթենք Եվ պիտի խնդրենք, որ Սուրբ Հոգին առաջնորդե մեր միտքը, սիրտը, հոգին եւ մեր էությունը, որովհետեւ մենք դառնանք Տիրոջ հաջերի մարդիկ այս աշխարհի մեջ, իր գործը կատարենք, իր նմանը լանք եւ իրեն սպասենք մինչեւ ինք վերադառնա։ Այս է մեր կյանքի նպատակը եւ ոչ թե դարբեր բաներ, որում մեջ են բոլորդ կանցնիկ, այլ մեր կյանքի նպատակը հավիտենական կյանքը, որ Աստված տվավ մեզ, այն է որ մենք զինք ճանչնանք եւ իրեն ճանչնալով հավիտենականությունը ապրենք այս աշխարհի մեջ սկսենք հավիտենականության օրհնությունները վայելել եւ Սուրբ Օգիով մաքրված Հիսուսի արյունով քայլենք Տիրոջ ուղի ճանապարհներու մեջ եւ այս կարեւոր բարի լուրը տարածենք այն բոլորին, որ մեր 4 կողմն են։ Հալելույա։ Դեր օրհնեցես անոնք որ գետևի մեզ Facebook-ով գրնակ տարածել ձեր ընկերներուն, YouTube-ով, Խոսքեգետ TV-ով եւ նաեւ ICF-նով Լոս Անջելեսի քույրեղբայրները Աստված առադապես օրհնե մեզ բոլորս։ Մենք ուրախ ենք այս Արդին համար որ դերը մեզ գուդա, դարին գվերջանանք, 2025-ը գվերջացնենք, եկող 2 շաբթի օրերը ուրեմն 24-ը եւ 31-ը պիտի չկարողանանք ունենալ ուղի եթեր եւ մեր հաջորդ ուղի եթերը պիտի լա արդեն նոր դարին։ Ամենատեւս Փառք Տիրոջը որ մեզ դեր կյանք գուդա, գերտանք դեպի առաջ, Տիրոջ խոսքին մեջ եւ իրեն լա միշտ փառքը։ Սաղմոս 110-ը հոյագապ մարգարեական Քրիստոսագետրոն Սաղմոսմն է։ Եվ ավասիկ Դավիթ թագավորը գսե. Դերը իմ դիրոջս ըսավ, նստե իմ աջ կողմս, մինչև քու թշնամիներդ ոտքերուդ բադվանտան ընեմ։ Դերը քու զորությանդ կավազանը Սիոնեն բիդի ղրգե, քու թշնամիներուդ մեջտեղը տուն դիրե։ Ժողովուրդդ քու զորությանդ օրը հոժարական պիտի ըլլա սրբության զարդարանքներով։
Դերը գսե իմ դիրոջս գսե։ Եվ երբ որ այստեղ գարտանք եբրայերենը, գտեսնենք Աստված Աստծո գսե։ Եվ այստեղ չեմ ուզել մտնել երկար մեկնաբանության մեջ, այս Քրիստոսագետրոն Աստվածաբանությունն է, որ Աստված Հայրը, Աստված Որդին իրար հետ կխոսին։ Եվ Աստված Հայրը, Աստված Որդին գսե, Տշնամիներդ քո ոտքերու տակ պատվանդան բիդնեմ եւ գսե քու զորությունովդ ուրեմն որդին Սիոնեն, Սիոնը եկեղեցին է, եկեղեցի Քրիստոսի մարմինեն բիդի գրգե քո տշնամիներուդ մեջտեղը բիդի դիրես։ Այդտեղ զորություն բիդլա եկեղեցին մեջ, Քրիստոսի Սիոնին մեջ, Քրիստոսի ժողովրդին մեջ, այն Աստուծո, որ Հայր Աստվածը որոշեց այս աշխարհին մեջ իշխան տնել, հաղթություն կատարել Հիսուս Քրիստոսի միջոցով։ Բայց նայեցեք, այս բոլորը կգադարվի նաև, երբ որ համար 3 կսե ժողովուրդդ քու զորությանդ օրը հոժարագամ բիդի լա սրբության զարդարանքներով։ Ժողովուրդդ, ով է Քրիստոսի ժողովուրդը, այն անցիկ, որոնք ընդունին Հիսուս Քրիստոսը, գնվիրվին Հիսուս Քրիստոսի, կանցնվին Հիսուս Քրիստոսի, գտարնան Քրիստոսի մարմինի եկեղեցի անդամ եւ այդ Քրիստոսի մարմինի անդամը լալով գահակնին զորությունը, գահակնին սրբությունը, գահակնին զարդարանքները։ Մեծ բադիվ այն Տիրոջը, որ Հայր Աստվածը իշխանություն տվավ այս աշխարհի մեջ Սիոն ստեղծել եւ այն Սիոնը, այն եկեղեցին, այն ժողովուրդն է, որ Քրիստոսի մեջ եւ գահակնի զորությունը, եւ գահակնի սրբությունը, եւ գահակնի օրհնության զարդարանքները։ Երանի այն մարդուն, որ դեր Հիսուս Քրիստոսի մեջ է, իր մեջը Սուրբ Հոգի զորությունը կա, իր մեջը Սուրբ Հոգի սրբությունը կա, իր մեջը Սուրբ Հոգի օրհնությունները, զարդարանքները, գեղեցկությունները, հրաբուրիչ աստվածային անագնգալները, օրհնությունները գաբրի։ Երանի այն մարդը, որ դեր Հիսուս Քրիստոսի մեջ է, եւ եթե դու դեր Հիսուս Քրիստոսի մեջ ես, փառք տուր Տիրոջը այս արդու, ով սիրելի աշակերտ, փառք տուր Տիրոջը այս երեգո, ուր որ գտնվիս հիմա, ով սիրելի Հիսուս Քրիստոսի հետևորդ աշակերտ, քանզի դեր Հիսուս Քրիստոսի ժողովուրդը ունի Սուրբ Հոգիով զորություն, ունի Սուրբ Հոգիով սրբություն, ունի Սուրբ Հոգիով նաև զարդարանք։ Ուրեմն մտիր Սուրբ Հոգի ներկործության մեջ եւ հագիր քո վրա այն բոլորը, որ Աստված արդեն 5 դագարանեն խոստացավ, դերը Տիրոջս ասավ, որ ժողովուրդ պիտի ընեմ եւ այն ժողովուրդը քու ով Աստված, քու զորությանդ մեջ պիտի քայլե, քու սրբությանդ մեջ պիտի քայլե եւ քու օրհնություններուդ մեջ պիտի քայլե։ Երանի այն մարդուն, որ դեր Հիսուս Քրիստոսը ունի, հալելույա, հալելույա, փառավորվի դերը, իրավունք չունիս ցերկերդ վար առնելու, իրավունք չունիս դգարանալու, իրավունք չունիս գարձելու, որ դու ոչինչ ես, եթե դեր Հիսուս Քրիստոսը ունիս, եթե իրական նվիրված ես, եթե Սուրբ Հոգիով Հիսուսի հետևորդ ես, ժողովուրդ ես, աշակերտ ես, երանի ես դու։ Բայց եթե գա մեր մեջ, որտեղ կատարյալ նվիրված չեն Հիսուս Քրիստոսի, ըսեմ քեզի, այս աշխարհեն զարդարանք մի սպասեր, այս աշխարհեն զորություն մի սպասեր, այս աշխարհեն արդարություն մի սպասեր, միայն Հիսուս Քրիստոսի մեջն է ճշմարտությունը եւ կյանքը։ Աբաշխարե, դարձիր Հիսուսի, հանձնվիր Հիսուսի, նվիրվիր Հիսուսի, որբեսի հագնիս այն Սիոնի աստվածային խոստումները, որ կգադարվի այսօր եւ Հիսուս Քրիստոսով կգադարվի, իրեն լա միշտ փառքը Հավիդյանս Հավիդենից, օրհնյալ է մեր Տերը, հիմա եւ միշտ Հավիդյան, հալելույա, հալելույա։ Տիրոջ սերը մեծ է, եկեք մտնենք այդ սիրո մեջ, եկեք ապաշխարենք, նվիրվենք, եկեք հանձնվենք եւ մեր մեղքերը խոստովանենք, որբեսի Տերը ներե մաքրե եւ երկնային Սիոնի մեջ պահե մեզ։ Հալելույա։ Այս երկեն վեճ կվերակտնենք իրար։ Քեզնից ճարագած լույսերից ովու որքան երազներ հույզեր են ծնվում Օ ինչ անուր սեր, օ ինչ
քնքուշ սեր քոնե հավիտյան մեր հզոր Աստված Օ ինչ անուշ սեր Օ ինչ քնքուշ սեր քոնե հավիտյան մեր հզոր Աստված Սերդ մեր ճամփին լույս դարձավ անման Սերդ մեր ճամփին հույս դարձավ անման Օ ինչ անուշ սեր Օ ինչ քնքուշ սեր քոնե հավիտյան մեր հզոր Աստված Օ ինչ անուշ սեր Օ ինչ քնքուշ սեր քոնե հավիտյան մեր հզոր Աստված Մեծ հույս ու հավատ մեզ պարգևեցի Եվ քո սուրբ սիրով սրտեր վառեցիր Օ ինչ անուշ սեր Օ ինչ քնքուշ սեր Օ ծիր պարգևով քո Աստվածային Օ ինչ անուշ սեր Օ ինչ քնքուշ սեր Օ ծիր պարգևով քո Աստվածային Այդ քո սերներ որ մեզ այնպես գերեց Սերն Աստվածային անշահախնդիր Օ ինչ անուշ սեր Օ ինչ քնքուշ սեր Օ ծիր մեզ սիրով քո Աստվածային Օ ինչ անուշ սեր Օ ինչ քնքուշ սեր քոնե հավիտյան մեր հզոր Աստված Հալելույա, քնքուշ սեր, անուշ սեր, օրտնյալ Աստված մեր, որ գիտե ամեն մեկուս հասնիլ իր սիրո եւ արդարության մեջ, որբեսի մեզ ազատե մեր մարդկային կապանքներեն, որբեսի մեզ դուրս անե մեր մարդկային ուղղությունները եւ մեզ կապե ամենակարևորին հավիտենականության մեջ։ Հալելույա։ Իրեն լամիշտ փառքը եւ բադիվը եւ օրտնությունը, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, կշարունակենք մեր կորձ առաքելոց քրկի սերտողությունը եւ հասել ենք արդեն 14-րդ գլուխ համար 20-ն սկսյալ մենք տեսանք անցյալ անգամ ինչպես 13 գլուխին սկիզբը Բողոսը, Բարնաբասը ուղարկվեցան եկեղեցին հավաքված էր Անդիոքի մեջ եւ այդտեղ ուղարկվեցան դեպի ավետարանը կառուցելու եւ եկեղեցիներ հիմնելու եւ աշակերտներ հիմնելու եւ Բողոս եւ Բարնաբասը կացին մենք անցյալ անգամ տեսանք այս բոլոր դեղերը եւ սկսան ավետարանը կառուցել հրաշքներ, օրհնություններ, ազատագրություններ եւ մարդիկ փրկվեցան ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսը Սուրբ Օքին հպվավ իրենց եւ նորություն եղավ իրենց կյանքերուն մեջ եւ տեսան թե կյանքը իրական է հոգեվոր կյանքը իրական է սիրելի քույր եղբայրներ
իսկապես Հիսուս Քրիստոսի հետևորդը իր մեջը ունի երկնային Սուրբ Հոգվի զորությունը։ Դու Հիսուս Քրիստոսի նվիրյալը ունի այն աստվածային զորությունը եւ փոփոխություններ կլան, նորություններ կլան։ Երանի թե ամեն հավատացյալ ապրեր ինչ որ կհավատար։ Երանի ամեն հավատացյալ հասկնար ինչ որ կհավատար։ Երանի ամեն հավատացյալ տեսներ Տիրոջ զորությունը իր մեջ եւ իր միջոցով։ Ամեն։ Ուրեմն, ահավասիկ համար 20-ն Պողոս Արաքյալը եւ Բարնաբասը գամած կվերաթարնան թեպի Անդիոք վերաթարցի ջամփուն մեջ, անոնք այն քաղաքին մեջ ավետարանը քարոզելով շատերը աշակերտ ընելով Լիստրա եւ Իգոնիա եւ Անդիոք դարձան։ Ահավասիկ մենք տեսանք Լիստրայի մեջ ինչպես կվերաթարնար, ճանապարհի մեջ կտեսնենք ինչ կսա այստեղ գքարոզեին ավետարանը եւ շատերը աշակերտ կնեին։ Ոչ թե միայն գքարոզեին, այլ աշակերտ կնեին։ Եվ ես այսօր գրնամ ասել ցեզ, որ այս աշակերտությունը բագաս է, կամ անհասկանալի է, կամ դերևս մեկկոմ տրված է այսօր եկեղեցիներու մեջ։ Շեշտը տրված է քարոզչության վրա, շեշտը տրված է դիսապանության վրա, նայած որ եկեղեցին, շեշտը տրված է այս կամ այն կորձունեություններու վրա, շեշտը տրված է հավատացյալ բաներ սորվեցնելու վրա, կամ ժողովներու վրա, կամ սերդողություններու վրա, բայց շեշտը տրված չէ աշակերտության վրա։ Այստեղ կտեսնենք կսե աշակերտ ընելու համար կաշխատեին իրենք, կքարոզեին եւ շատերը աշակերտ կնեին։ Դժբախտաբար մեծամասնությունը քարոզ լսող են, բայց փոքրամասնությունը աշակերտներ են։ Այս թեման, այս նյութը շատ կարևոր է մանավանդ ինձ համար այս վերջին ամիսները, տարիները իմ անձնական ծառայությանս մեջ կտեսնեմ, որ այսօր մեծ հարց կա այստեղ մանավանդ մեր հայերուն մեջ աշակերտությունը, աշակերտության բագասը։ Հուսամ այս կորց առաքելոց գիրքը որ վերջացնենք, հուսամ ձեզ ուրիշ բան առաջարկեմ այս նպատակով տեսնենք քանիներդ պիտի ընդունին։ Տեսնենք քանիներդ պիտի մասնակցին, ոչ թե քարոզ լսելու, այլ աշակերտ ըլլալու։ Բոլորովին տարբեր բաներ են։ Շատեր գտնունին քարոզչությունը, գսիրեն քարոզ լսելը, բայց քիչեր են, որ գուզեն աշակերտներ ըլլալ։ Հիսուսի նպատակը այդ էր, որ կացեք աշակերտներ ըրեք։ Պողոս Արաքյալին եւ Արաքյալներուն ասավ դուք իմ վկաներս պիտի լաք եւ պիտի փոխանցեք ինչ որ ես ցեզ սորվեցուցի, որբեսի մարդիկ բահեն ինչ որ ես ցեզ սորվեցուցի, ոչ թե որբեսի մարդիկ գիտնան, ոչ թե որբեսի մարդիկ հավատան, չէ, որբեսի մարդիկ բահեն ինչ որ ես ցեզ սորվեցուցի։ Եվ այստեղ աշակերտները, Արաքյալները նպատակը Հիսուսի կորձը շարունակելն է, Հիսուսի հիմքը շարունակելն է, ոչ թե եկեղեցիներուն մեջ հավատացյալներ ունենանք, այլ Քրիստոսի մարմինին մեջ աշակերտներ, որբեսի իրենք սորվելով կարողանան սորվեցնել, կարողանան հետապնդել, կարողանան ապրեցնել նաև այդ 4 կողմիններում։ Ուրեմն շատերը աշակերտ ընելով Լյուստրա եւ Իգոնիա եւ Անդիոք դարձան։ Կարևոր այստեղ աշակերտ բառը։ Աշակերտներուն սրտերը հաստատելով եւ հորթորելով, որ հաստատ մնան հավատքի մեջ։ Նայեցեք կսե աշակերտներուն սրտերը։ Գտեսեք աշակերտ բառը որչափ կգտնվի նոր գտակարանի մեջ։ Աշակերտը ասել է սորվող, ապրող, պրատիկ ծևով, կորցնական ծևով։ Ուրեմն իրենց կսե աշակերտներուն սիրտեր կհաստատեին, կհիմնեին, կհորթորեին, որ իրենք հաստատ մնան հավատքի մեջ։ Ինչու, քանի որ աշակերտ լալը հեշտ եւ ծյուրին բան չէ։ Հալածանք, ծաղրանք, ժամանակները պիտի դաս Տիրոջը, քո հանգիստը պիտի զոհես, մանավանդ Եվրոպայի մեջ մեր սիրելի քուր եղբայրները, որոնք հանգիստ կգարձեն թե իրենք հավատացյալ են, բայց կրնամ ասել ցեզի թե շատեր պիտի սուրպրիզներու մեջ լան, քանի որ իրենց հավատքը միայն գիրագի օրերը գերևնա, իրենց հավատքը միայն երբեմներն է, երբ իրենք գուզեն, երբ իրենք կգարձեն, բայց այստեղ գհաստատեր Պողոս գքարոզեր գհորթորեր ասել հավատքիդ մեջ հաստատ կեցեք,
դյուրին չէ հավատացյալ ըլլալը, դյուրին չէ Քրիստոսի հետևիլը, դյուրին չէ ուրիշ հավատացյալներ սորվեցնելը, փոխանցելը, աշակերտություն ընելը, դյուրին չէ ցեզի դրված այդ առաքելությունը։ Շատ այսօր հավատացյալներ սիրելիներ գահավատան Հիսուսի իրենց ամենօրվա հարցերի շուրջ։ Գաղութեն եւ գահավատան, շատեր գաղութեն, գգարտան բաները սորվելու համար, ուրիշներ գաղութեն, որ ասված այս ընե կամ այն ընե, բայց ուր են այն աշակերտները, որ աշակերտ ընելու յետևեն գվազեն։ Այս է դժվարությունը։ Կորձ տրված է մեզ։ Շատեր գտնին օրտնությունը, բայց կմոռնան կորձը։ Շատեր գտնին դերը, բայց կմոռնան դիրոջ հրամանը, որ գսե կացեք աշակերտություն արեք։ Եվ իրենք իրենց մով գսպաղվին, մի քանի վկայություն գնեն, մի քանի մարդկանց իրենց ընտանիքի մեջ անդամները, իրենց ուզածներուն, բայց պատրաստ չեն հետևելու, սորվեցնելու, չեն սորվեցնելու համար, գգարտան գիտնալու համար։ Ու շատ իր այս գեդերու վրա շատ պիտի խոսենք, Գործ Առաքելոց գիրքը որ վերջանա, եւ վստահ եմ որ շատ ավելի քիչեր բիդլակ, որ ինձ պիտի հետևիկ այն ժամանակ։ Քանի որ այս դժբախտաբար Քրիստոսի մարմինի մեջ այսօր շատ ավելի ընդունող գա խոսքը, քան թե աբրող գա խոսքը։ Խոսքը դվեք, սորվինք, լավը զգանք, լավը լանք, բայց որ խոսքը փոխանցենք, խոսքը աբրինք, խոսքին համար չարչարվինք, խոսքը տարածենք, հաստատ մնանք, զորավոր մնանք, որպեսզի խոսքը տարածվի, Քրիստոսի գամքը կատարվի, այդ տեսակ մարդիկ քիչեր են։ Հուսամ այդպես չեք, բայց մտածի այսօր մասին։ Գողորթորեին, որ հավատքի մեջ հաստատ մնան եւ նայեցեք ինչ կսե, շատ նեղություն գրելով գրնանք Աստծո տակավորությունը մտնել։ Ահա Բողոս Արաքյալի քարոզչությունը։ Շատ նեղություն գրելով գրնանք մտնել Աստծո տակավորությունը։ Հիմա եթե այսպես բան քարոզենք մենք, շատ մարդիկ մեզ չեն հետևիր։ Հիմա բեմային քարոզչությունները Աստված բիդորտնե քեզ, Աստված բիդիդա քեզ, վստահիր Աստծո, սիրտդ ինչ որ գուզադիգա գլատուն, ինչ որ ուզես ըրե Աստված կգող կդե, այսպես քարոզներ գլսենք, բայց Բողոս Արաքյալին այս մեկ նախատասությունը ինձ կհասկացնե թե ինչ կխոսեր Բողոս։ Ինչ կխոսեին Արաքյալները։ Ասեին շատ դժվարություններով պիտի մտնանք երկնքի տակավորությունը։ Հիսուսի հետևիլը նեղ ճանապարհ է։ Այո, Հիսուսի հետևիլը աստեղի ձագեն անցնելու բես է։ Հիսուսի հետևիլը ցավ եւ տարաբանք է։ Հիսուսի հրամանները նեղություն են։ Այսօր քանի հավատացյալներ պատրաստ են աշակերտ ըլլալու, շատ նեղությունները պիտի գրենք, որպեսզի մտնենք Աստծո տակավորության մեջ։ Ահավասիկ Բողոս Արաքյալի խոսքն է։ Համար 22 եւ անոնք Արաքյալները յուրաքանչյուր եկեղեցի երեցներ ցերնացրեցին, ձոմաբահությամբ աղոթք ընելով զանոնք հանցնեցին Տիրոջը, որուն հավատացեր էին։ Ուրեմն այդ ամեն քաղաքներեն որ գանցնին, վերադարձան, իրենց հաստատելով, տեսնելով որ հավատացյալները ինչ վիճակի մեջ են, այսպես միայն քարոզը լսեցին ուրախացան, թե արդեն սկսել են աշխատանքի, արդեն սկսել են վգայելու, արդեն սկսել են աղոթելու, պայքարելու, արդեն քաչասիրտ ձևով կացեր են դեպի առաջ։ Սիրելի եղբայրներ, այդ հավատացյալներու մեջ կային հիվանդներ, կային դգարներ, կային ամուսինները խնդրեմ ունեին, գիները խնդրեմ ունեին, դերևս ֆինանսական խնդրեմ ունեին, ինչ խնդրեմ որ գա ունեին, բայց իրենք այդ խնդրեմեն ավելին աշակերտություն գտեին։ Ահա ճշմարիտ հավատացյալները, ահա ճշմարիտ Քրիստոսի հետևորդները։ Հիմա այս մեր 2025-ին 21-րդ տարուն մեջ ինչ կտեսնենք։ Հավատացյալներ կտեսնենք, որ երբ որ իրենք մի քիչ խանգարված են, հավատքն ալ գմորնան, գոչումն ալ գմորնան, եկեղեցին ալ գմորնան, ինչու քանի որ բզիկ խնդիր ունին։ Բայց այդ ժամանակի հավատացյալները նեղություններ կանցնեին իրենց հավատքին համար։ Եվ դեր հավատացյալներ կշարունակվեին, քանի որ ճշմարիտ էին, քանի որ հասկացել էին, որ Հիսուսի հետևիլը ցանկի քնով պիտի հետևին։ Եվ այդտեղ նայեցեք շատ շուտ երեցներ, պատասխանատուներ ցերնացրվեցան։ Շատ շուտ մարդիկ ոտքի ելան եւ սկսան առաջ երթալ։ Մեր եկեղեցիներու մեջ դարիներ պետք է որ մեկը պատասխանատվություն վերցնե։ Հասկանաք, քանի որ մարդիկ չեն ուզեր պատասխանատվություն, գուզեն մի անգամ նստին իրենց սահմաններու մեջ քարագուսի, նստին իրենց ուզածը լա։ Սահմաններին դուրս չեն գնար։
ամուսինս չուզեր, գինս չուզեր, զավակս չուզեր եւ այլն այդ խոսքեր են։ Եվ այդ մարդիկը ինչպես կգարձեք, որ Հիսուսի աշակերտ է։ Հիսուս որ կա, այդ մարդիկը ինչպես պիտի մտնեն երկնքի տակավորության մեջ, արդյոք պիտի մտնեն երկնքի տակավորության մեջ։ Այս խոսքին վրա հիմնված ես կզարմանամ, քանի որ կսե շատ նեղություն գրելով պիտի մտնենք երկնքի տակավորության մեջ։ Հեշտությամբ չէ։ Երբեմն մեր քարոզները կկարոզեն, կսենք ով գուզե իր կյանքը Հիսուսի հնազանդին մարդիկ ցեր կբարձրացնեն, գաղութեն իրենց համար, հիմա գսենք դու նաբաշխարեցիր։ Հիմա դու դիրոջն ես։ Բայց այդ մարդը իր բնավորությունը չի փոխեր, իր օրվան օրագարկը չի փոխեր, ինչպես է այդպես Գաբրի եւ գսե հալելույա, ես հիմա ապաշխարած եմ։ Ժողովուրդ, դիրոջ խոսքը հստակ պետք է լա մեզ համար։ Եվ վերադարձան 23 Պիսիտիայի ուրեմն մեջ են բդդելով, կացին տեպի Պամպիլիա, Բերքիեի մեջ տերոջը խոսքը խոսել են ետքը, Ադալիա իջան եւ անգեալ նավով Անդիոք կացին, ուրգե Աստծո շնորհքին հանձնված էին այն կորձին համար, որ գադարեցին։ Գիշեք գլուխ 13-ին մեջ ցերնատրվեցան Պողոս եւ Բարնաբասը, ուղարկվեցան եւ հիմա գուքան եւ իրենց եկեղեցին։ Գուքան եւ իրենց խումբին գվերաթարնան պատմելու համար թե ինչ կպատահի։ Այս միշտ կսեմ նորեն կսեմ, ինքնագոչ չէին, Պողոս առաքյալը ինքնագոչ առաքյալ չէր, ինք ուներ հաշիվ տալու իր պատասխանատուներուն, իր քույր եղբայրներուն, իր երեցներուն։ Վերադարձան երբ դեպի Անդիոք եւ այնտեղ գսե ու երբ եկան համար 26, երբ եկան եկեղեցին մեկտեղ ժողվելով բատմեցին ինչ որ Աստված ըրեր իրենց միջոցով եւ որ հետանոցներուն հավատքին թուր բացեր էր։ Բատմեցին թե ինչ որ Աստված գներ իրենց միջոցով։ Եկան եւ բատմեցին զետեղություն տվին, դեղեցություն տվին։ Եկան եղբայր քույրերուն ասին թե ինչ կնե Աստված իրենց հետ։ Այսօր մեր հավատացյալները գիրագի օրը քարոզ լսել են բացի, ուրիշ բան չեն աներ։ Քարոզ գլսեն այս կիրագին, հաջորդ կիրագին նորեն ուքան նորից քարոզ գլսեն։ Եվ շաբթվա մեջ ինչ ըրավ Աստված իրենց մով։ Կարևոր է որ մենք այս թեման շատ քննարկենք։ Ինչ ըրավ Աստված քեզմով այս շաբաթ։ Այն որ մեր սիրելիներ, որ հիմա գհետևիկ ինձ, գիրագի օրը վստահ քարոզ լսեցիք ձեր դեղական եկեղեցի մեջ, Աստված օրհնեց ձեր դեղական եկեղեցին, ձեր ալաշնորհները եւ ձեր հովիվները։ Ամեն։ Բայց այդ մարդը, որ Աստուծո կողմանը քեզի խոսք տվավ, այդ խոսքը ինչ ըրիր։ Արդյոք Աստված քեզ կորձածեց այս շաբաթ։ Արդյոք քո միջոցով հրաշքներ կատարվեցան։ Քո միջոցով մարդիկ լսեցին խոսքը։ Քո միջոցով մարդիկ բարձրացան Տիրոջ առջև։ Արդյոք քո միջոցով մարդիկ ինգած վիճակեն դուրս ելան։ Դգարները զորացան, հիվանդները բժշկվեցան, ծրածները շտկվեցան, հրաշքները արդյոք կատարվեցան։ Արդյոք Աստված ծեր միջոցով կորձեր ըրավ այս շաբաթ։ Քու եկեղեցի գալդ, քու կարոզ լսելդ իմաստ չունի, եթե թույլ չես տար, որ Աստված Սուրբ Օգիով քեզ կորձե։ Իմաստ չունի, եթե դու չես հանձնվիր Տիրոջ ասելով Տեր կորձածե ինձ այս շաբաթ, ես քո աշակերտը եմ։ Ես քո աշակերտը եմ։ Քո Սուրբ Օգիով կորձածե ինձ։ Հասկանաք եւ գիրագի օրերը, երբ որ քո եկեղեցին կհավաքվի, սիրելիս, պիտի լա այն վայրը, որ դու քո դեղեցությունները դաս քո ժողովրդին։ Բատմես ինչ ըրավ Աստված քեզմով։ Այս է հավաքույթը։ Երբ որ գարտամ կորձ առաքելոցը եւ երբ որ գնային մեր եկեղեցիներուն, գսեմ մենք շատ տարբեր ենք։ Կորձ առաքելոցը ուրիշ բան կսորվեցնե։ Մեր այսօր եկեղեցիները դարբեր անունի եկեղեցիները, բոլորն ալ նույն դոբրագի մեջ կտնեմ։ Դարբեր ծևով կապրին։ Ուր է կորձ առաքելոցի կամ ավետարանի եկեղեցին այսօր։ Մանավանդ մեր հայերուն մեջ լա սպիրտ կամ Հայաստան, երբ որ գայցել ենք եկեղեցիներ, դերորդն է բոլորին լավ կորձեր գնեն, ես չեմ այ բաներ ոչ մեկին Աստված կկորձե ամեն մեկուն մեջ, բայց ես կհավատամ, որ ավելի լավ գրնան գնել։ Եթե վերադառնանք իսկապես ավետարանի, մենք ավելի լավ գրնանք ապրիլ։ Աստված ինչ ըրավ քեզմով այս շաբաթ։ Այսօր մասին մտածե։ Շաբաթ է շաբաթ, օր է օր։ Ինչ ըրիր դու Աստծո համար եւ Աստված ինչ ըրավ քեզմով։ Եվ որ գնայիս քո կյանքդ գտեսնես ժամեր երբեմն գանցնենք մեր անձին շուրջ եւ մորցած ենք Աստված։
Դերը գուզե քեզ կորզածեր, քանի որ դու աշակերտ պետք է լաս։ Հիսուս Քրիստոսի աշակերտը այս բոլոր բաների սրդի մեջ ունի։ Գիտեմ իմ քարոզով չէ որ դու կփոխվիս։ Իմ խոսքերով չէ որ դու կփոխվիս, ես բարձրապես կուզեմ քեզ հիշեցնել, թե ով է ճշմարիտ հավատացյալը եւ ով է ճշմարիտ Քրիստոսի հետևորդը։ Դու կմնաս դու եւ դու, Աստծո առջև աղոթքով, դու քեզ քննելով, արդյոք դու այդ աշակերտն ես։ Ոչ թե դու միան քարոզ գլսես, հալելույա գսես, մեկ-մեկ կպարապանես Տիրոջը, բայց կսպառվիս քեզմով եւ քո կորձով, քո ընտանիքով, քո առողջությամբ, քո զավակներով, քո թորնիկներով եւ այլն։ Եվ երբ որ եկան Անդիոք հոն գսե երկար ժամանակ աշակերտներուն քով գեցան, աշակերտներուն քով գեցան։ Ինչու? Որ իրենց աշակերտություն ունեն, որբեսի քաչալերեն իրար, որբեսի ելեն դուրս եւ Անդիոք կորձնեն։ Եվ մեծ արտնություն եղավ Անդիոքի մեջ։ Կամ առաքյալները այդտեղ գաշխատեին ամեն օր, դուրսերը սյանցալ անգամ, դուրսերը, փողոցները, ընտանիքներուն մեջ, դուներուն մեջ ավետարանը փոխանցեցին։ Օրտնյալ է մեր դերը, որ մեզի ուղղություն գուտա, անոր ագանչունի լսե, թե ինչ կսե Սուրբ Հոգին այսօր։ Քո վիճակը ինչ է սիրելիս, որ գհետևիս այս խոսքերում։ Մենք շատ բաներ գիտենք, բայց մեր գիտածին 1% չենք գործել երբեմն։ Ուրեմն գպավե գիտությունը չացնես, գպարվե քլուխդ ուղեղդ կորզածես կամ լեցնես, քիչմը ոտքերը չարժե, քիչմը ցերկերը չարժե, քիչմը բերանը չարժե, քիչմը սիրտդ բաց, աշխատանքի մեջ մտիր, մեկ խոսքով աշակերտ եղիր։ Համար 15, գլուխ 15։ Հիմա ուրեմն եկան իրենք Անդիոք եւ նայեցեք կշարունակվի մեկ կանիներ Հռյաստանեն եկած եղբայրներուն գսորվեցնեին, թե եթե Մովսեսին ավանտած սովորությունն համեմատ չթլպատվիկ, չեք կրնար բրգվիլ։ Այս թեման հռյական օրենքին մեջ բահելը, որ սկիզբի ավետարան սկիզբի քարոզիչները գուզեին հռյական օրենքի մեջ մնալ եւ հռյական Մովսեսի օրենքի մեջով բրգությունը ստանալ։ Շատեր կարծեցին, թե Հիսուս եկավ իբր հրյա, հրյաները բրգելու եւ հրյական օրենքին մեջ բահելու։ Այս թեմայով երկար խոսած եմ մեր նախորդ հաղորդաշարներին եւ սերդողություններուն եւ որ գեհդեվիկ գաղատացիսին մեջ ամբողջ գաղատացիս ասոր մասին կխոսի, Կողոսացիսին մեջ ամբողջ Կողոսացիս ասոր մասին կխոսի, ուրեմն չեմ ուզեր մտնել այս ուղղության մեջ, միայն գիտեք որ առաջին հավատացյալները առաջին տարիներում այս պատերազմը կար։ Շատեր գսեին որ նախ պետք է հրյական օրենքները բահենք եւ ուրիշները գսեին որ ոչ։ Ուրեմն այս պատմության, այս ասենք վիճապանության մեջ է եկեղեցին, երբ այստեղ կկրվի։ Ուստի Պողոսին եւ Բարնաբասին թեմ շատ մը հակարակություն եւ վեճ ընել է ետքը վճռեցին որ Պողոսն ու Բարնաբասը եւ մեկ կանիներն ալ անոնցմե Երուսաղեմ երթան առաքյալներուն եւ երեցներուն այս խնդիրին համար։ Չէ որ Պողոս առաքյալը եւ Բարնաբասը գկարոզեին փրկություն շնորհքով եւ Պողոս կսեր որ փրկությունը օրենքի մեջ չէ, Հիսուս եկավ օրենքը կատարելու եւ ոչ թե օրենք եկավ օրենքը կատարեց, որ մենք օրենքին դակ չլանք, այլ փրկության դակ ըլանք։ Ուրեմն շատեր գսեին չէ, Պողոսը պետք է դարձնե մարդկանց հրյական օրենքի Մովսեսի օրենքի մարդիկ։ Պետք է թլպատվին, պետք է շաբաթօրը բահեն, պետք է այս, պետք է այն եւ այլն։ Եվ այս վիճապանությունը երբ որ բարձրացավ Անդիոքի մեջ եւ Երուսաղեմի մեջ, ինչերին այստեղի Անդիոքի եղբայրները քույրերը, ըսին Պողոսին, Բարնաբասին եւ մի քանիներուն, ըսին կացեք Երուսաղեմ, այս հարցը ճշտեցեք։ Պողոս գրնարսել ես աստուծմեն ստացա։ Ես հայտնություն ունիմ, ես գիտեմ։ Բայց այստեղ մեմը եւս կտեսնենք Պողոսի խոնարհությունը։ Գերտա առաքյալներուն, թե առաքյալ եղբայրներ, ինչ կսեք այս հարցին մեջ, այս վարդապետական կարևոր հարցին մեջ ինչ պետք է ունենք։ Այսօր խրադառնող քիչ կա, եկեղեցի մեջ խրադարձեն չեն գարներ, ամեննալ
խրատ դվողներ են եւ ոչ խրատ սպասողներ։ Դժբախտաբար անոր համար է որ եկեղեցին գաղա, անոր համար այսօր հրաշքներ չլար, անոր համար այսօր մեծ գործեր չգադարվիր, ինչու քանի որ ամեն մարդ ինքը արդեն առաջնորդ է։ Պետք չունի ոչ մեկուն խրատը, պետք չունի խոնարհվիլը, պետք չունի այս, պետք չունի այն, ինք ամեն ինչ գիտի։ Բայց Պողոս Արաքյալը Աստծո մարդ Սուրբ ոգիով գանչված Հիսուս հայտնվավ իրեն ուղիղ 3 տարի Հիսուս խոսեցավ իրեն այս բոլոր բաներեն հետո ինքս է երթամ տեսնեմ եղբայրները ինչ կսեն այս կարևոր թեմային շուրջ եւ անոնքալ եկեղեցիեն ջամփու տրվելով Փյունիգեեն եւ Սամարիայեն անցան հետանոցներուն դարձիկալը պատմելով մեծապես ուրախացուցին բոլոր եղբայրները ուրեմն Անդիոկը հիմակվա Սուրիան է Սուրիային իջան Լիբանան, Լիբանանին իջան Սամարիա, Սամարիային իջան դեպի Երուսաղեմ Միջ կջամփորդեն իրեն ջամփուն տածկին եւ գիտեք ջամփորդությունը հիմակվա պես մի քանի ժամվա չէր օրեր շաբաթներ էր ոդկով կջամփորդեին մեծամասնությունը ոդկով էին գամ նավով նայած ուր երթային բայց ոդկով հարուստ չէին որ ծիերու կամ հadouk էշերու վրա նստած ջամփորդեին այլ ոդկով մինչ իրեն կկարոզեն մինչ իրեն կերտան մինչ իրեն ջամփու վրա են ավետարանը կկարոզեն Հիսուս երբ որ գսե կացեք եւ ավետարանը կարոզեցեք աշակերտները եք այդ կացեք բառը հունարեն ոչ թե կացեկն է այլ մինչ դու կերտակ ասել է որ մինչ ես կապրիմ մինչ ես կերտամ այստեղ մինչ ես կերտամ այնտեղ մինչ ես կերտամ այնտեղ ես ավետարանը փոխանցեմ սորվեցնեմ կարոզեմ այդ մարդը որ գուզե լսել անշուշտ իմ յանքից մեջ շատեր չեն լսել իմ փորձառությանս մեջ բայց ան որ գլսե ես պատրաստ եմ լավ ձևով փոխանցեմ իմ յանքովս ցույց տամ որ ես Հիսուս Քրիստոսի մեջ եմ մինչ իրեն կերտային Սուրիայեն մինչև Հրեաստան իջան այդ շաբաթներու կամ ամիսներու ջամփորդությունը ավասիկ Աստծո խոսքը կարոզեին եւ հետանոցները գուրախանային գտեսնեին որ Աստված իրենց փրկության միջոց բացած է եւ նորեն կգտնեմ այստեղ գսե անոնք եկեղեցիեն ջամփու տրվեցան մենակ չորոշեցին նորեն կգտնեմ ինքնագոչ հովիվսված մարդոց մե հերու մնացեք եկեղեցի առաջնորդներ են այսօր մարդիկ եկեղեցիները գծկեն երթան ուրիշ եկեղեցիներ իրենց անունով գփանան եւ հետո մի քանի հովիվներ այդ մարդկանց գվավերացնեն ժողովուրդ խաղալիք դարձել է եկեղեցին այսօր եկեղեցի ասված բառը դարձել է խաղալիք մեկ կողմեն կան այդ եկեղեցիները որ քաղաքական եկեղեցիներ են ազգային եկեղեցիներ են այդ ուրիշ խնդրեմ մյուս կողմեն կան ավետարական աստված եկեղեցիներ որ դա ուրիշ խնդրեմ խաղալիք դարձել է ով գուզե գփանա իր եկեղեցին գհիմնե ով գուզե գփանա քարոզնելու գսկսի չգա դին դղամարդ երեխա դարիկոտ դբրոց կացերը չկացա ցուպկիրքը գիտե չգիտեր կարևոր չէ տելեֆոնը գփանա բաներ մը գսե այստեղ գտեսնենք Պողոս գերտա եկեղեցին գուղարգեին են գերտա իր գործը գնե յետ կվերաթարնա եկեղեցի գբատմե եկեղեցին գործն է գուրախանա խնդիր գա երթանք արաքյալներուն միապանվենք արաքյալներուն տեսնենք արաքյալները ինչ կսեն եկեղեցի ինչ կսեք եկեղեցին գսե շատ լավ կացեք եւ եկեղեցին կղրգվին Պողոս Արաքյալ Սարգիսը չէ Պողոսն է Աստուծո Աստծո մարդ Աստծո դրված մարդ իմաստուն բայց խոնար եւ այդտեղ են ուրախացուցին բոլոր եղբայրները ուրեմն երբ Երուսաղեմ հասան եկեղեցին եւ արաքյալներեն եւ երեցներեն ընդունվեցան ինչու քանի որ եկեղեցին ուղարկած է եկեղեցին ուղարկված է եկեղեցին գնդունի Անդիոկի եկեղեցին ուղարկե Երուսաղեմ եկեղեցին գնդունի ինչ գեղեցիկ միտքեր են ասոնք ինչ գեղեցիկ մտքեր ես շատ պատմություններ գրնամ պատմել սիրելիներ որ երբ որ մարդիկ երբեմն գուքան գսեն ես ասինչ երկրի մեջ այսպես էի այնպես էի այդպես էի ինձ ընդունի որ ես ծառայող լամ եւ այլն այդպես խոսքեր են եւ որ այդ ինչ դվյալ երկրին դվյալ եկեղեցի դվյալ հովին հետ կխոսից կս այս մարդը փախավ մեր եկեղեցին խնդիրներ ըրավ մեր եկեղեցիի մեջ չի վավերացուց
Ուրեմն կարևոր է սիրելի քույր եղբայրներ, վավերացումը։ Եվ մեր այսօրվա տարը բոլորովին հերու է այսօր ասկե, բոլորովին հերու է։ Ինչ խնդիրներ կան, ինչ բանի, ինչ խնդիրներու մասին երբեմն կքննարկենք, կտեսնենք, որ այսօր մեծ անունով ըսված եկեղեցիներու մեծ առաջնորդները, որ դերևս դուք կհետևի իրենց, այդ մարդիկը այս տեսակի իմաստությունը եւ այս տեսակի խոնարհությունը չունին։ Եվ եկեղեցիները կքանթեն իրենց պատճառներով։ Դերը ողորմությունն է։ Անորմալ գսեմ Քրիստոսի խոսքին պետք է վերադառնանք մանրամասնությամբ աշակերտ լալու եւ ոչ թե այս կամ այն գազմագերբության առաջնորդ, այլ բարձրապես խոնար, Բողոս Արաքյալը խոնար իր եկեղեցի անդամ էր։ Հոն քնասին քնած, այդտեղից եկուր եկավ։ Հիմա երթանք Երուսաղեմ, երթանք։ Երուսաղեմի եղբայրներուն պատմե, պիտի պատմեմ։ Խոնարհություն։ Պատմեցին, թե ինչ Աստված ըրեր էր իրենց միջոցով։ Նորից կպատմեն, վկայություն կտան։ Ինչ ըրավ Աստված մեր միջոցով։ Նույն բանորեն կգտնեմ քեզ ինչ ըրավ Աստված քու միջոցով, ինչ գնե Աստված քու միջոցով։ Հանցնվիր Աստծո սիրելի քույր եղբայր, հավատացյալ է թե մարդ կա այստեղ, թող լավ հասկնա։ Հանցնվիր Աստծո, որ քո միջոցով մեծ գործեր կատարվին։ Եվ դու ուրախանաս եւ մանավանդ անոնք որ քո չորս կողմն են իրանքալ դեսնեն քո մեջ Աստվածային մեծ օրդությունները։ Համար 5, 15-ին 5-ը։ Փարիսեցիներուն աղանտեն հավատացյալներեն ոմանք եկան եւսին թե պետք է թլպադել զանոնք ու բադվիրել որ Մովսեսի օրենքը մահեն ինչ որ գսեի քիչ առաջ, ուրեմն գտեստեք այս երկու հոսանքը։ Շնորհքով բրգությունը շուտ ուրիշներն ալ գսեին Մովսեսի օրենքին պետք է հետևենք, պետք է թլպադվենք, պետք է աշ չուտենք, ան չուտենք, ասան գնենք, անան գնենք եւ այլն։ Ուրեմն այս վիճապանության մեջ առաքյալները եւ երեցները հավաքվեցան։ Այս մասին խորհելու։ Ինչ գեղեցիկ է։ Մի խոսքով մեծ համաշխարհային ժողով։ Առաջին համաշխարհային ժողովը այս էր։ Հետո կա Նիկիական համաշխարհային ժողով եւ այլն եւ այլն, բայց հետո գիտենք որ ինչ մեծ ձուրություններ սկսավ մտնելու 320-ին, 451-ին, 500 եւ այլն, այսպես ժողովներ հավաքում արվեցավ, 1000-ին բաժնվեցան, հռոմեական կաթողիկոն բաժանվեցավ օրթոդոքս եկեղեցին, հայերը ուրիշ տեղ կացին, մյուս խնդիրները ամեն մեկը իր գլուխը արավ բաժանվեցավ։ Բայց ասոնք հավաքվեցան առաքյալները խորհելու, թե ինչ պիտի մտածենք այս կարևոր վարդապետական հարցին շուրջ։ Նայեցեք համար 7-ը գսե շատ վիճապանություններ եղավ։ Սիրելի քույր եղբայրներ, ճշմարիտ հավատացյալ ըսել չէ վիճապանություն չկա։ Գա վիճապանություն, քանի որ անհամաձայնություններ միշտ կան, բայց այդ անհամաձայնություններու մեջ Աստված միշտ ուղղություն կտա։ Եթե երկու անհամաձայնողները խոնարհությամբ Աստծո ցայնը բնդրեն։ Վիճապանություններ միշտ կա։ Առաջին եկեղեցին, տեսակ 6-րդ գլխում մեջ դալ գարտացինք, վիճապանություն եղավ եկեղեցին մեջ, նոր առաքյալները, նոր Տեր Սուրբ Հոգին եկերե։ Ինչու, քանի որ մարդ ենք, մարդս ունի այդ խնդիրները։ Ամեն մեկուց դասյարակությունը դարբեր է, մշակույթը դարբեր է, մտածելակերպը դարբեր է։ Գան գլնան լավ վիճապանություններ, բայց այդ վիճապանությունները պետք է հասնի եզրակացության։ Եվ այդ բոլորը պետք է լավ խոնարհությամբ եւ Աստծո ցայնը լսելով։ Եվ ոչ թե մենք մեր գարձիկները տալով, ինչ որ այսօր շատ մարդիկ գարձիկներ գուզեն տալ եւ գուզեն որ դու իր գարձիկը ընդունես։ Մենք գարձիկ ընդունող չենք։ Մենք Աստծո խոսքի ուղղությունը գուզենք գտնել ամենալավը, ամենաշիդագը եւ փորձենք Աստծո խոսքին համաձայն բոլորը խոնարհվի։ Ոչ թե այս մարդը չնեղվի, այն մարդը չնեղվի, ուրեմն չնեղացնենք։ Ոչ, ճշմարտությունը Աստծո խոսքին վրա։ Նույնիսկ եթե վիճապանություն է, բայց ճշմարտությունը Աստծո խոսքին վրա եւ մենք բոլորս պետք է խոնարհվենք Աստծո խոսքին վրա։ Ոչ այս կամ այն մարդուն, այլ բոլորը ձուն պետք է ծրեն Աստծո խոսքին վրա, երբ վիճապանություն կա։ Ալելույա։ Պետրոս ուրեմն ոտքի ելավ եւ ըսավ. Մարդիկ եղբայրներ, դուք գիտեք թե առաջին օրերեն Աստված զիս ընդրեց մեր մեջ են, որբեսի իմ բեռնովս հետանոսներուն ավետարանը խոսքը լսեն եւ հավատան։ Որ մասին կխոսի 10-րդ գլխի մասին կխոսի Կորնելիոսի պատմությունը։ Գիշեք Պետրոս Աստված հայտնեց իրեն ասելով Պետրոս գնա Կորնելիոսին դունը։
Կորնելիոսը հետանոս էր, ոչ հրյա։ Գնա հետանոսին դունը։ Պետրոս ոչ ասավ, բայց հետո գնաց, երբ որ գնաց դեսավ, թե Աստված ինչպես հետանոսներուն գփրկե։ Ուրեմն Պետրոս գհիշեցնե, քանի որ 11-րդ գլխուն մեջ Երուսաղեմի մեջ նույն պատմությունը պատմած է արդեն Պետրոս։ Խոսել էինք ասոր մասին։ 11-րդ գլխում մեջ պատմած է, հիմա նորից գսե ժողովուրդ հիշեցեք ինչ պատահեցավ։ Եվ գսե սրդակետն Աստված վգայեց անոնց Սուրբ Հոգին տալով, ինչպես մեզյալ, եւ հդրություն մճրավ մեր ու անոնց մեջտեղ, հավատքով անոնց սրդերը մաքրելով, հետանոսներուն եւ մեր միջև հդրություն չրավ Աստված, ինչպես մեզ Սուրբ Հոգին ղրգեց եւ մեզ ազատագրեց, այնպես էլ այդ մարդկանց Սուրբ Հոգին ղրգեց եւ ազատագրեց, հդրություն չրավ։ Գսե Պետրոս հիշեցեք, փրկությունը Աստծո ողորմությունն է, Սուրբ Հոգի կալն է եւ ոչ թե օրենքները հետևիլն է, ոչ թե մարդկային կամ Մովսեսի օրենքները հետևիլն է, հավատքով անոնք փրկվեցան, Հիսուս Քրիստոսի հավատալով իրենց մեղքերուն ներումը ստացան, Սուրբ Հոգին եկավ եւ այդ մարդիկ ազատագրվեցան։ Հիշեցեք կսե Պետրոս, ինչ որ մեզի մտահեցավ։ Մենք հրյական օրենքների մեջ էինք, բայց չէինք փրկված։ Հիսուսի հետ կքայլեինք, բայց Հիսուսը սպասեցեք Սուրբ Հոգին։ Ուրեմն առանց Սուրբ Հոգին բամը չեղավ մեզի։ Եվ երբ որ Սուրբ Հոգին եկավ, մեզ ազատագրեց։ Նույն բանն էլ իրենց, երբ որ Սուրբ Հոգին եկավ, ազատագրվեցան Հիսուս Քրիստոսի հավատալով։ Ուրեմն սիրելի եղբայրներ, քույրեր, գսե Պետրոս, այս բանի վրա ուշադրություն արեք։ Փրկությունը Տիրոջ ողորմությունն է, Սուրբ Հոգի կալն է։ Ուստի հիմա, հայեցեք համար 10։ Ինչու Աստված գփորձեք աշակերտներուն բարանոցին վրա այնպիսի լուծ մտնելով, որ ոչ մեր հայրերը, ոչ ալ մենք կրցանք վերցնել, բայց կհավատանք, թե Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով գփրկվինք մենք, ինչպես անոնքալ։ Լուծ մի տնեք Մովսեսի օրենքները հավատացյալներուն, նոր ուխտի մեջ ենք, նոր ուխտը շնորհքի ուխտ է, Հիսուս Քրիստոսի հավատքի ուխտ է, լուծ մի տնեք հրյական օրենքները ավելցնելով այդ մարդկանց։ Ուրեմն Պետրոսը հստակ ցեվով կբացատրե, թե սիրելի քույր եղբայրներ, փրկությունը Հիսուս Քրիստոսի հավատալն է, Սուրբ Հոգի ներկործությունն է, օրենքը բարի կորձնել չէ։ Մեր հայրում մեջ նույն խնդիրներն են։ Շատեր կգարձեն, որ որչափ բարի կորձնես, Աստված պիտի ները, որչափ լավ բաներ ունենք, Աստված պիտի ները։ Ուրեմն մի քիչ սխալ լինենք, թիմացը բարի կորձնենք, Աստված կները։ Ոչ, ներումը միայն Սուրբ Հոգին է, ներումը միայն Հիսուսի հանձնվելն է։ Եվ ոչ թե բարի կորձ։ Բարի կորձը հետևանք է, արդյունք է փրկության, եւ ոչ թե միջոց է փրկության։ Ամեն։ Հիսուսի շնորհքով կփրկվենք։ Մենք փրկվեցանք, անոնք ալ փրկվեցան, օրենքով չէ։ Համար 12։ Բոլոր ժողովուրդը լուր գեցավ ու մտիկ կներ Բարնաբասին եւ Պողոսին։ Հիմա Բարնաբաս եւ Պողոսը սկսան պատմել, որոնք կպատմեին, թե Աստծո Աստված որչափ նշաններ եւ հրաշքներ ըրերը հետանոցներու մեջ իրենց ցերկով։ Գտեսնեք 3 անգամ գարտացինք։ Իրենց ցերկով Աստված հրաշքներ գնե, իրենց ցերկով Աստված գործեր կատարե, իրենց ցերկով։ Հիմա իրենց ցերկով զելուդ է մեղա թուն քեզ եսե, իմ ցերկով Աստված ինչեր բիդնե, իմ ցերկով ինչ գործեր պիտի կատարե։ Եվ աստեղ ուրեմն ստան պատմելու, թե հետանոսներուն Աստված օրհնություն գնե, բժշկություն կտա, ազատագրություն կտա, փրկություն կտա։ Եվ անոնք խոսքերնին գդրել են հետո Հակոբոսը խոսք արավ։ Հակոբոսը Երուսաղեմի առաջնորդն էր։ Արաքյալներեն անշուշտ Երուսաղեմի առաջնորդը։ Եվ ամեն մարդ լսեց, խոսեցան, վիճապանություններ եղավ, անհասկացողություններ եղավ, այստեղ վկայություններ բերվեցավ, Պետրոսը, Պողոսը, փաստը, որ Սուրբ Հոգին եկած է, ինչպես իրենց այնպես մյուսերուն վրա, այս բոլորը լսել են վերջ, Հակոբոսը խոսք առնե եւ գսե։ Մարդիկ եղբայրներ, ինձի մտի գրեք։ Գիտեք, առաջնորդ կարևոր է։ Ամեն մեկ գլուխեն ցայն պետք չէ։ Պետք է խոսվի, ամեն մեկ իր կարծիքը թողնա, բայց առաջնորդը իր վերջին խոսքը պետք է դա, քանի որ վերջը եկեղեցին առաջնորդն է բանասանադում։
Բայց առաջնորդը ինքն իր քուլխով չէ, ինքն իր գարձիկով չէ, ինքն իր մտածումներով չէ, այլ քննելով, տեսնելով թե Սուրբ Հոգին ինչ կսե։ Այստեղ Պողոսը գա, Պետրոսը գա, առաքյալները կան, երեցները կան, վկայությունները կա, Սուրբ Հոգի շարժումը կա։ Հակոբոս այս բոլոր տեսնելով գսե ինձ մտիրեք հիմա Շմավոն պատմեց, Շմավոն Պետրոսն է, հա։ Պետրոս պատմեց, թե Աստված ինչպես առաջ այցելություն արավ, որպեսզի հետանոսներեն ժողովուրդ առնե իր անվանը համար։ Կորնելիոսի մասն է խոսքը։ Այն բանին համար մարգարեներուն խոսք կնալ գմիապանին, ինչպես կրված է։ Ուրեմն Հակոբոսը նաև 5 դագարանի մարգարեներուն խոսքը գվավերացնե։ Հասկանաք, Պետրոսի Պողոսի վկայությունը, Սուրբ Հոգի գործունեությունը, հետանոսներուն բժշկվիլը, բրգվիլը, այս բոլոր վկայություն են, երեցները, առաքյալները, բոլորը կվկայեն, այս բոլոր վկայություն է, բայց նաև Տիրոջ խոսքին վկայությունը կարևոր է։ Ինչ կսե Տիրոջ խոսքը։ Եվ ահավասիկ կսե, այս բանին համարալ մարգարեներուն խոսք կնալ գմիապանին, ինչպես կրված է։ Մարգարեներուն խոսքը գմիապանվի ծեր խոսքերուն։ Վավերացումը Տիրոջ խոսքն է։ Եվ որ մեկեզի պամը գբատմե դու պիտի ըրսես արդյոք խոսքը Տիրոջ խոսքը գսե այս բանը կամ չէ։ Վկայություն ունիս թե խոսքը քո ըսած խոսքը ճշմարիտ է։ Սուրբ Գիրքի մեջ կգտնենք քո խոսքիդ վավերացումը։ Համար մգա որ Սուրբ Գիրքը գսե թե ըսածը շիդագ է։ Կարևոր է։ Ասի վավերացման ուղղություն է։ Եվ նայեցեք ինչ կսե 5 դագարան եւ այստեղ կգտնե ինքը Ամովսիա 9-րդ գլուխ համար 11-ը ասկե յետև բիդի թարնամ եւ Դավիթին ինգած խորանը նորեն բիդի շնեմ եւ անոր գործանված դեղերը նորեն բիդի շնեմ եւ գանկնեցնեմ զանիգա որպեսի մնացած մարտիկը դերը փնդրեն եւ բոլոր հետանոցները որոնց վրա իմ անունս կանչված է գսե դերը որ այն ամեն բաները գնե։ Ամովսիայի խոսքը գսե որ օրը Աստված պիտի գա եւ պիտի հավաքե Դավիթի ժողովուրդը Սիոնը, ինչպես քիչ առաջ կսեի, Սիոնը, եկեղեցին եւ ազգերը պիտի միանան։ Եվ հիմա ինչ կսե Հակոբոս կսե այս բանը գվավերացվի հիմա։ Ազգերը, հետանոցները Սուրբ Հոգին գայցել է անոնքալ գմիանան Քրիստոսի մարմինին։ Միան հрьяաները չէ, այլ բոլոր ազգերը եւ մենք ալ փառք Տիրոջը սիրելիներ, մենք ալ հայերս անոր մեջն ենք։ Աստված ողորմություն ալ նաեւ հայերուս, որ մենք ալ մտնենք Սիոնի ժողովրդին մեջ։ Օրտնյալը լա իր Սուրբ անունը։ Ուրեմն գսե հայտնի են Աստուծո իր բոլոր գործերը աշխարհի սկիզբենի վեր։ Ասոր համար գսե Հակոբոս ես հարմար գտեսնեմ նեղություն չդալ անոնց որոնք հետանոսներեն Աստծո գտարնան հաբա թուղթ մկրեն անոնց որ ետ կենան գուրկերու բղծություններեն եւ բորնիգուտենե եւ խեղտվածները եւ արյունե վասնզի Մովսեսի հին տարերի իվեր ամեն քաղաքի մեջ զինք կարոզողներ ունի եւ ժողովարաններու մեջ ամեն շաբաթ օր կգարթացվի։ Հիմա ինչ կսա այստեղ Հակոբոս։ Գսե որ քանի որ այդ հետանոս ժողովուրդը որ Քրիստոսը գտնունի գմիանան այդտեղի եկեղեցիներուն մեջ եւ այդտեղի եկեղեցիներ կան նաեւ հрьяաներ որոնք իրենց սովորությանը մեջ են քայտագություն չլալու համար իրենց ասենք որ դուք քայտագություն միլակ հрьяաներուն ոչ ալ հрьяաները հետանոսներուն հрьяաները պետք չէ ասեն հետանոսներուն որ պետք է թլպատվիկ պետք է այս պետք է այն իսկ հետանոսներն պետք չէ ասեն այս ծերլազները բարապան է ուրեմն միջինը գտնենք նախ գուրկերը հերու արյունոտ միսերը հերու որ չքայտագեցնենք հрьяաներուն մանավանդ որ այդ արյունոտ միսերը այդ եւ որ այստեղ գարտանք բղծություն գուրկերու բղծությունները քանի որ այդտեղի շրջանի հետանոսական գրոնքներու մեջ կային գուրկեր բղծություններ զոհողություններ ուրեմն չխառնելու համար այս բոլորը իրարու չնենք կսե այդ բանը ոչ դուք ծեր օրենքը ոչ ալ դուք ծեր սովորությունը այլ այս բոլորեն հերու մնացեք գսե որբեսի գսե Տիրոջ շնորհքին մեջ մնաք թլպատություն չկա Մովսեսի օրենք չկա բայց նաև հետոնասական օրենք չկա հետոնասական սովորություն դիսապանություն չկա հերու մնացեք այս բոլորեն քանի որ իրար հետ եք հետանոսները
եւ հрյաները միասին նույն եկեղեցիի մեջ Քրիստոսը կբաշխտեին։ Ուրեմն պետք չէր որ իրենց սովորությունները գային եւ խանգարեին։ Ուրեմն սովորությունները, ավանդությունները կբաժնե եկեղեցին, սիրելիներ, բայց Քրիստոսի մեջ ճշմարիտ հավատքը կմիացնե։ Ինչու այսօր նույնիսկ մեր հայ եկեղեցիները բաժնված են իրար մեջ։ Քանի որ սովորություններն են մեզ բաժնած։ Եթե բոլորս կայինք Աստվածաշունչի մեջ հիմնական միասին նույն գիրքը, ինչ որ նույն գիրքը կգարտանք, բայց նույն գիրքը ապրեինք, մենք բաժանումներ չէինք ունենալ։ Ինչու բաժանումներ կան։ Քանի որ ամեն մեկի իր սովորությունը կփնտրի։ Գսեմ մենք այսպես կնենք, մենք այդպես կնենք, մենք այդպես կնենք, դուք այդպես կնեք, դուք այդպես կնեք, դուք գրածը սխալ է, մեր գրածը սխալ է։ Հակոբոս կսե որ գետրոնանան Քրիստոսի Սուրբ Հոգվույն շնորհքի եւ զորության վրա, միապանվեցեք Տիրոջ վրա եւ ոչ թե ձեր սովորություններու վրա, ոչ Մովսեսի օրենքը, ոչ ալ հետանոսական օրենքը, ոչ մեկ մարդկային սովորությունը վրա մենք չենք հիմնվիր, մենք կհիմնվենք Հիսուս Քրիստոսի շնորհքի, հավատքի եւ Սուրբ Հոգվույն ներկործության վրա։ Հալելույա։ Եթե այսպես լա, մենք գիտեք մեր հայացքը ինչ զորավոր գնալալ։ Ինչպես նաև ամբողջ ազգերը, բոլոր ազգերը։ Բայց դժբախտաբար մարդկային շահերը, մարդկային աթոռները, մարդկային տեսանկյունները այսօր գխանգարեն եկեղեցիներու մեջ։ Ամեն տեսակ եկեղեցիներու մեջ։ Ես ազատ ցեմով գրնամ ասել, մեր ճշմարտության խոսքի ծառայությունը առաքելություն է։ Այո, ունենք մեր դեղական եկեղեցիները, այո, բայց մենք առաքելություն ենք։ Մենք հստակ խոսքը, ճշմարտության խոսքի մարդիկ ենք մենք։ Եվ ոչ թե այս կամ այն պատկանելության, այս կամ այն մարդուն հետևելու, այս կամ այն ծառայություններուն հետևելու, կամ մարդկանց ասենք, որ մեր սովորություններուն հետևեցեք։ Ոչ, մենք սովորություն չունենք, չենք գալ ուզեր ունենալ, մենք կուզենք քայլել այս խոսքին համաձայն միայն։ Հալելույա։ Համար 22 Այնադեն առաքյալներուն եւ երեսներուն բոլոր եկեղեցին հետ մեկտեղ աղեկ երևցավ, որ իրենց մեմ մարդիկ ընտրելով Անդիոք ղրգեն Բողոսին եւ Բարնաբասին հետ, Բարսապա Մագանվանյալ Հութան եւ Շիղան, որոնք գլխավոր մարդիկ էին եղբայրներու մեջ ու անոնց ցերկով թուղթ մղրգեցին, այսպես գրված։ Մեկ խոսքով նամակ կղրգեն այդ բոլոր հետանոս հրյա իրար հատ խառնված եկեղեցիներուն նամակ կղրգեն, որ հստակացնեն եւ այդ նամակը կղրգեն ոչ թե Բողոսի եւ Բարնաբասի ցերկով միայն, քանի որ շատեր գրնային ասել այդ դուք բերերեք այդ նամակը, այլ Շիղային եւ Հութային միջոցով, որոնք Երուսաղեմ էին եւ առաքյալներուն հետ էին։ Կարևոր էր վկայված մարդիկ, որ ինչ որ գսվի շիդագ է, առաքյալներեն եկած է, Քրիստոսի հետևորդ առաքյալներեն եկած նամակ։ Եվ նամակը այսպես գրված է. առաքյալներ եւ երեցներ եւ եղբայրներ Անդիոքի եւ Սուրիայի եւ Կիլիկիայի մեջ հետանոսներեն եղած եղբայրներուդ ողջույն։ Ինչ գեղեցիկ է, որ եղբայրները հետանոսներ էին, բայց հիմա հրյաները եւ հետանոսները եղբայր եղան Քրիստոսով։ Այո, ինչպես կսեի քեզի սովորությունները գխանգարե, բայց Քրիստոս կմիապանե։ Ձիսապանությունները գբաժնե, բայց Քրիստոս կմիապանե։ Եվ հետանոսը եւ հրյան իրար եղան եղբայր Հիսուս Քրիստոսով, օրհնյալ է մեր Տերը։ Որովհետև լսեցինք, թե ոմանք մեր մեջ են ելնելով ցես խոսքերով խռովեցուցեր են, Տեր անձերը նեղացած են, ասելով թե պետք է տլպատվիլ ու օրենքը բահել, որոնց մենք այսպես չբադվիրեցինք։ Ուրեմն գսե անոնք որ ցես գսեն, որ Մովսեսի օրենքը եւ այլ միտն է, մենք չբադվիրեցինք, դուք նեղված եք, բայց իմացեք, որ մեզ մեջ այդ խոսքերը։ Միայն մեզի միապանությամբ հավաքվածներուս աղեկ երևցավ, որ մարդիկ ընտրելով ցեզի ղրգենք մեր սիրելիներուն Բարնաբասին եւ Բողոսին հետ, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսին անվանը համար անցերնին մատնած մարդիկ են։ Նամակին մեջ կսե ես ցեզի մենք ցեզի ղրգեցինք մեր սիրելի Բողոսի եւ Բարնաբաս։ Այս նամակը, որոնք դուք գիտնաք, որ չգապվեք սովորություններու եւ ավանդություններու։ Եվ գեղեցիկ է ինչպես կներկայացնեն Բողոսին եւ Բարնաբասին, գսեն մեր սիրելի եղբայրները,
որոնց գսե անցերնին մատնած են Քրիստոսի համար։ Ինչ քեղեցիկ վկայություն։ Այս տվյալ անձը իր անձը Քրիստոսի կորձի համար նվիրյալ մատնած մարդ է։ Երանի կարողանայինք այս բանը իրարու ըսեինք։ Երանի կարողանայինք այսօր այսպես ըսեինք այդ աշակերտներուն, որ մեր եկեղեցիներուն մեջն է, ըսելով այս մարդը նվիրված մարդ է, անձնանվեր մարդ է Քրիստոսի։ Ինչ քեղեցիկ գրնամ ասել դիդրոս։ Քեղեցիկ դիդրոս է։ Եվ որ գսենք այս մարդը նվիրյալ մարդ է Քրիստոսի։ Եվ նայեցեք ինչ քեղեցիկ է մեզի միապանությամբ հավաքվածներուս։ Արաքյալները, երեցները, Պետրոսը, Բողոսը, Բարնաբասը, մյուս երեցները, աշակերտները, պատասխանատու աշակերտները բոլորը հավաքված են միապանությամբ։ Երբ որ միապանություն գա, Քրիստոսի հոգվույն ներկործությունը գա։ Եվ բոլոր սովորությունները, բոլոր բաները մեջտեղ են դուրս գելեն։ Որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսին անվանը համար անցերնին մատնած մարդիկ են։ Ուստի ղրգեցինք հութան եւ շիղան, որբեսի իրենքալ բերնով նույն բաները ցեզի ըսեն։ Ինչ որ նամակը գրված է, Բողոս Բարնաբասը նամակին մեջ նամակը ցեզ կփոխանցեն, բայց շիղան եւ հութանալ մեր կողմեն ղրգված պատասխանատու եղբայրներ ցեզի նույն բանը պիտեսեն։ Վասնզի նայեցեք ինչ քեղեցիկ խոսք այստեղը, վասնզի աղեք երևցավ Սուրբ Հոգին ու մեզիալ ծեր վրա ավելի պեր չտնել Սուրբ Հոգին եւ մեզի ինչ կորձակցություն կա այստեղ արաքյալները իրար հետ միապանությամբ Սուրբ Հոգին հետ Սուրբ Հոգին եւ մենք կորձագից նույն միտքը նույն ուղղությունը նույն խոսքը գտեսնեք այս ընթերցման մեջ մենք չտեսանք, որ երկինքեն ցայմը լսվեցավ։ Մենք չտեսանք, որ Սուրբ Հոգին վերեն ցայմը դվավ։ Ինչպես 13 գլխուն մեջ, երբ Անդիոկի մեջ հավաքված էին, այդտեղ գրված է եւ Սուրբ Հոգին ըսավ։ Այստեղ Սուրբ Հոգին բամը չսավ։ Բայց ինչպես կսե Հակոբոսը, որ Սուրբ Հոգին եւ մենք։ Ուրեմն գտեսնեք Սուրբ Հոգին դարբեր ծևերով գխոսի։ Միապանությամբ, սիրո, խոնարհության մեջ։ Պետրոսը խոնարհությամբ կխոսի, Բողոսը խոնարհությամբ, մյուսերը խոնարհությամբ կլսեն իրարու, ամեն մեկը իր տեղը, հովիվը գելլե ոտքի եւ հովիվը խոսք ուտա, ամեն մարդ կլսե լրությամբ, գնդունի այդ խոսքը, կշրջապատի այդ խոսքը, կմիապանվեն, ծիսապանությունները մեկ կողմ, սովորությունները մեկ կողմ, Քրիստոսի շնորհքը առաջին տեղ, եւ այդտեղ անպայման Սուրբ Հոգին կհայտնվի։ Գտեսնեք, բարձությամբ Սուրբ Հոգին կկործի այսօր։ Միան այդ մարդուն, որ լսել գիտա։ Ուրեմն Սուրբ Հոգին եւ մեզի աղեք երևցավ, որ ծեր վրա ավելի պեր չտնենք այս հարգավոր բաներեն զատ, որ ետ կենակ գուրկերու զոհված է, արյուն է, խեղդված է, բորնիգուտեն է, որոնց մե ինքզինքնիտ պահելով աղեք բիդի ընեք, ողջ եղեք։ Գարջ նամակ, հստակ նամակ, ներկայացնելով թե իրենք ով են, ինչ կսեն, ուր գերտան եւ ինչպես այս բոլորը դիրոջ парքին համար է։ Գտեսնեք ամբողջ եկեղեցին այդ առաջին եկեղեցին ընթացքը փոխվեցավ այս նամակով։ Այս նամակով ամբողջ ընթացքը փոխվեցավ։ Քանի որ միապանությամբ առաջին ուղղությունը տվին եկեղեցին։ Թե չլաթե ծիսապանություններու, օրենքներու մարդաշեն հավատքի մեջ մտնեին, այլ պետք է գետրոնային ճշմարիտ հավատքի վրա։ Անոնք աջամփա տրվելով Անդիոք կացին եւ ժողովուրդը մեկտեղ ժողվելով թուղթը դվին ու երբ կարդացին ուրախացան դրված մխիթարության համար։ Նորմալ է, երբ որ Աստված գխոսի, մարդը կմխիթարվի, միապանվի, կհասկնա, կանդրադառնա։ Անոնք որ համաձայն չէին, վստահ դուրս ելան եւ կացին։ Քանի որ ճշմարտությունն է կարևորը, համաձայնությունը չէ կարևորը, ճշմարտությունն է կարևորը։ Նորից կսեմ, համաձայնությունը չէ կարևորը, ճշմարտությունն է կարևորը։ Իսկ ճշմարտությունը եթե գա,
ճշմարտության վրա գրնանք համաձայնել։ Բայց մեր նպատակը համաձայնել չի։ Մեր նպատակը ճշմարտությունն է։ Եվ այսօր համար այսօր մեր երկիրները, քաղաքները կքանթվին այսօր պատճառով։ Եկեղեցիները կքանթվին այսօր պատճառով։ Համաձայնություն գտնենք, ոչ, ճշմարտությունը գտնենք եւ միապանվենք ճշմարտության շուրջ։ Իսկ Հութա եւ Շիղա, որ իրենք ալ մարգարե էին, շատ խոսքերով հորդորեցին եղբայրները ու հաստատեցին։ Գիտեք, մարգարե ասել է Տիրոջ խոսքը փոխանցող։ Եվ գտեսնեք Շիղա եւ Հութա իրենք ալ իբր մարգարե կներկայանան, ոչ թե աբական ինչ պիտի ըլլասելով, այլ Տիրոջ խոսքը փոխանցեցին, գեղեցիկ հորդորելով, հաստատելով։ Այս է մարգարեն։ Մարգարեն Տիրոջ խոսքը գիտե փոխանցել հորդորանքի, հաստատելու, հանդիմանելու, շտկելու, բժշկելու, բրգելու եւ այլն։ Մարգարեն գիտե ճիշտ ժամանակին խոսքը փոխանցել Աստծո կողմեն։ Համար 33 Ադեն մհոն գենարի հետո եղբայրներեն խաղաղությամբ ջամպատրվեցան ու արաքյալներուն դարձան։ Բայց Շիղային հարմար երեցավ, որ հոն մնա, Բողոսն ու Բարնաբասն ալ Անդիոքի մեջ կգենային եւ ուրիշ շատերու հետ Տերոջը խոսքը գսորվեցնեին եւ գքարոզեին, գսորվեցնեին եւ գքարոզեին, գսորվեցնեին եւ գքարոզեին։ Ոչ թե միան գքարոզեին, գսորվեցնեին, թե ինչպես պիտի ապրինք քարոզը։ Գիրագի ասենք թե քարոզ գուդան, երկու շաբթի կհավաքվին գսեն, օքեյ, երեկվա քարոզին համաձայն ինչպես պիտի ապրինք այսօր։ Ինչ պիտի փոխվի քո մեջ։ Ինչպես պիտի չի խոսիս, ինչպես պիտի խոսիս, ինչպես պիտի քայլես, ինչպես պիտի չքայլես։ Գսորվեցնեն քարոզը, գսորվեցնեն ուղղությունը։ Ինչ որ քիչ առաջ կսեի, այս բոլոր բաները այսօր կբացին մեր եկեղեցիներու մեջ։ Միան գսիրեն քարոզել, բայց հետո չեն գիտեր այդ մարդը ինչ երավ քարոզով։ Լսեց, հասկացավ, ինձի պատահած է ես կքարոզեմ, հետո կանտրատարնամ, որ իմ քարոզս շատ մարդիկ չեն հասկացած։ Իրենք ցևերով հասկացած են։ Թուն բան մը գսես մարդը ուրիշ բան կհասկանա։ Ուրեմն այդ ուրիշ բանը գրնալա սխալն է։ Ուրեմն պետք է սորվեցնես նաև քարոզը հասկանալ եւ քարոզը ապրել։ Հասկանաք ինչ ճշմարտություններ կան այս մի քանի համարներում մեջ որ կգարտանք։ Քանի մոր հետո Բողոս ըսա Բարնաբասին դառնանք եւ այցելենք եղբայրներուն բոլոր քաղաքները, ուր Տերոջը խոսքը քարոզեցինք եւ տեսնենք թե ինչպես են։ Ետ վերադառնանք, տեսնենք ինչպես են։ Ոչ թե ինչպես են, ինչ գուդեն, ինչ կխմեն, ինչպես է իրենց օրերը, այլ ինչպես են իրենց հավատքը, ուր հասան։ Դառնանք, երթանք, նայինք, քիչ առաջ ինչպես որսի, մեկ հատ նայինք, այս մարդկանց ավետարանը քարոզեցինք, թողեցինք, եկանք, մեկ հատ հետաքրքրվինք, տեսնենք ուր հասավ հավատքը։ Ինչ վիճակի մեջ է հավատքը։ Ինչ է իրենց հոգևոր վիճակը։ Ինչպես են։ Հասկանաք։ Նորեն գսեմ ագանջ ունեցողը թող լսե, թե ինչ կսե դերը իրեն։ Բարնաբաս կուզեր, որ Հովանեսին ալ առներ, որ Մարգոս կգոչվեր, բայց Բողոս արժան չսեբեց, որ Բամպիլիայի մեջ իրենց մե զադվողը ու իրենց հետ գործի չեգողը իրենց հետ առնեն։ Այսպես անոնց մեզ քժդությունը եղավ, ստիպված իրար մեզ ադվեցան, Բարնաբաս արավ Մարգոսը եւ նավով Գիբրոս գնաց, Բողոսն ալ Շիղան ընտրեց եւ ելավ եղբայրներեն Աստծո շնորհքին հանձնվելով, եղբայրներեն եւ Սուրիայի Գիլիգիոյի մեջ կբդդեր, եկեղեցիները կհաստատեր։ Բաժանունք եղավ Բարնաբասի եւ Բողոսի միջեւ։ Անհամաձայնություն, ինչպես քիչ առաջ ասի։ Երուն ալ հավատքի մեջ էին։ Մեկ այդ ուղղությամբ, մյուս ուղղությամբ, դեր երուքին ալ կործածեց։ Վստահ։ Քանի որ հետո կտեսնենք, որ երկրորդ Թիմոթեոսի մեջ Բողոս կսե Մարգոսը հետդ բեր, ինձ պետք է։ Ասել է, որ այդ բաժանումը եղավ գարտ ժամանակի համար, այն մեկը իր կորձովը սպանվեցավ, բայց իրար ոչ ադեցին, ոչ հայոյեցին, ոչ մեկը մյուսին հետևեն խոսեց, վադապանեց, ինչ որ հիմա կտեսնենք, մեկը մեկ եկեղեցին դուրս կելը, այդ եկեղեցի մեջ որ դարիներ ինք ապրած է, հետո եկեղեցին դուրս կելը, գսկա եկեղեցի մասին վատ բաներ խոսիլ։ Հիմա այսինքն նորույթ է։ Ամեն մարդ այդպես կնե։ Եկեղեցին դուրս կելը, աշխապ տարի հովիվին հովիվս կսեր, եկեղեցին դուրս կելը, հովիվին հագարակ խոսելու կսկսի։ Բայց այդ ժամանակ այդպես չէր։ Բաժնվեցան այո, իրար հետ չաշխատեցան այո, միասին կորձ չրին այո, բայց իրար
եղբայրներ են։ Այն մեկը դարբեր կորձի մեջ, բայց Քրիստոսի մեջ։ Քրիստոսի կորձը դարբեր ծևերով։ Իսկ Պողոսը Շիրային հետ միասին դիրոջը հանձնվեցան եղբայրներու կողմեն եւ շարունակեցին իրենց ընթացքը եւ եկեղեցիները սկսան հաստատել։ Եվ այստեղ կսկսի Պողոսի երկրորդ ճամփորդությունը։ Պողոս 3 ճամփորդություն ունավ, երկրորդն է այս։ Առաջինը տեսանք, Անդիոքին ելավ, Անդիոք մտավ, հիմա Անդիոքեն գերտա եւ կշարունակե կամ կսկսի իր երկրորդ ճամփորդությունը։ Հալելույա։ Շարունակենք մի քանի վայրկյան եւս 16-րդ գլխուն մեջ Պողոս հասավ Դերբե, Լիստրա, հոն աշակերտ մգար Տիմոթեոս անունով, որ հավատացյալ հրյա գնոջը զավակներ, իսկ հայրը հույն էր։ Ան Լյուստրացի եւ Իգոնացի եղբայրներեն ալ բարի վգայված էր, բարի վգայված էր եղբայրներեն։ Ուսամ գասկնակ, բարի վգայություն ուներ, ինչ կսեն մարդիկ քեզի համար։ Քո եկեղեցի եղբայր քույրերը ինչ կսեն քեզի համար։ Քո թրացիները հարևանները ինչ կսեն քեզի համար։ Քո փողոցի մարդիկ ինչ կսեն քեզի համար, կորձի դեղը քեզի համար ինչ կսեն, շատ կարևոր է։ Քո հավատացյալը լալը թե կարևոր չէ, եթե քո ես համար կամ քեզի հանդեպ մաքուր բարի վկայություն չկա։ Պողոս ուզեց որ զանիգա իրեն հետ ելլե, արավ թլպատեց զանիգա այն դեղերը եղած հрьяներուն համար, վասնզի ամենքը գիտեին թե անի հույն է եւ հայրը հույն է ներողություն։ Աբա գարկմը քաղաքները անցնելով Երուսաղեմ եղած առաքյալներեն ու երեցներեն աբսպրված հրամանները գավանտեին անոնց որ բահեն։ Եկեղեցիներն ալ հավատքի մեջ կհաստատվեին եւ օրեօր անոնց տիվը կավելնար։ Պողոս Տիմոթեոսին գարնե կթլպադե, որ հрьяներուն խոսք չդա։ Որ չսեն հрьяները նայիր, ահա եկավ մեկը իր օրենքներով հույնական օրենքներով մեզի ավետարան կքարոզե։ Այդ խոսքերը չլալու համար թլպադեց Տիմոթեոսին, որ բերանին կոց է, որ ինքը իր գործը շարունակի։ Ասոր գսեն իմաստություն։ Եվ սկսավ շարունակել երթալ այցելել այդ եկեղեցիները, կամ այդ քաղաքները ավետարան քարոզելով, հիշեցնելով Պետրոսի, Հակոբոսի առաքյալներուն նամակը, թե ինչ գսեն առաքյալները, բոլորին այս նամակները կհիշեցներ, ինչպես գրված է, եւ շատեր կհավատային, կհաստատվեին եւ եկեղեցին կավելնար։ Օրեօր Աստված կավելցներ եկեղեցին։ Հավատացյալները, երբ օրդուն ճշմարիտ կքարոզես, ավետացյալները կփարսանան։ Եթե դու ճշմարիտ ես, քո ծառայությունը իրական է, եթե դու բարձ ես, մարդիկ փնդրող մարդիկը Տիրոջը կգտնեն։ Հալելույա։ Շարունակենք, համար 6։ Պրիգյոյի եւ քաղաքացիներու գողմերը բդդեցան։ Հոն Սուրբ Հոգին արգիլեց, որ Աստծո խոսքը Ասիայի մեջ խոսին։ Երբ Մյուսիայի գողմերը երտալով գճանային թեպի Բիթանիա երտալ, Հիսուսի հոգին թող չդվավ անոնց։ Ուստի Մյուսիայի կովեն անցնելով դրովատակացին, հոն գիշերը Պողոսին դեսիրկը երևցավ Մագեդոնացի մարդը գայներ գաղաչեր անոր ու գսեր Մագեդոնիա անցիր եւ օգնե մեզի։ Երբ այն դեսիրկը տեսավ շուտ ուզեցինք Մագեդոնիա երտալ, հասկանալով որ դերը մեզ գհրավիրե անոնց ավետարանը քարոզել։ Ուրեմն տեսնեք, Պողոս կշարունակե իր ճամփորդությունը, բայց Սուրբ Հոգին գսե այստեղ մի կնա։ Եթե նշмарեցիք, մեկ անգամ գսե Սուրբ Հոգին, հաջորդ համարին գսե Հիսուսի հոգին։ Նույնն է։ Սուրբ Հոգին Հիսուսի հոգին է։ Ուրեմն դերը գարաչնորդ է իր ճամփորդությունը։ Հոս մի երտար, հոմ մի երտար։ Դեսիրքի մեջ Մագեդոնացի մարդ մը գտեսնեք, գսե Մագեդոնիա իգուր։ Իրեն կանտրատարնան գերտան Մագեդոնիա։ Ու շարժունորիկ գսե եւ մենք ուզեցինք Մագեդոնիա երտալ, ուզեցինք այստեղ կանտրատարնանք, որ Ղուգասը ավետարանիչը, որ Ղուգաս ավետարանը քրած է, նաեւ քրած է կորձ արաքելոց։ Եվ կորձ արաքելոցի մեջ ինք Պողոս առաքյալի կորձագիծն էր։ Այցեք այստեղ մենքով գխոսի։ Մեկ կողմեն գքրե, մեկ կողմեն գհետևի Պողոս առաքյալին։ Այստեղ կարևոր նշում էր, որ Ղուգասը Պողոսին հետներ նաեւ ոչ թե միան շիղան, քանի որ իրենք խումբով գճամփորդեին։ Անչափ ճամփորդությունը վտանգավոր էր սիրելիներ այն ժամանակ, որ միշտ խումբով գճամփորդային, երբեք մեկը մենակ չէր ճամփորդեր։ Խումբով գճամփորդեին։ Հալելույա։ Համար 11 ուստի նավով դրովատային ելանք եւ շիտակ Սամոտրագե
կացինք եւ հետեւյալ օրը Նեոպոլիս անգեալ Պիլիբե, որ է Մագեդոնիայի մեկ մասին գլխավոր քաղաքը Գողովնիա։ Այն քաղաքի մեջ քանի օր գեցանք։ Շաբաթ օրը քաղաքեն դուրս ելանք Գեդեսերքինքով, ուր սովորություն ունեին աղոտ կնելու։ Ով հավատացյալները, ճշմարիտ աշակերտները գահավաքվեին ուր Գեդեսերքինքով, շենք չգար, հանդիպման վայր չգար։ Կարևորը մի քանիներ իրար հետ գահանտիպեին, Աստված գործնեին եւ գբաշտեին եւ գաղութեին, Սուրբ ոգիով գրեցվեին եւ գշարունակեին իրենց առաքելությունը։ Ուրեմն հոնդեղը սովորություն ունեին աղոտ կնելու, նստելով հավաքված գիներուն գխոսեինք։ Դեր օրտը նաեւ գիներուն, որ գտեսնենք այստեղ գիներով հավաքված աղոտ կնեն, քույրերի ժողով։ Եվ Բողոս Արաքյալ այդտեղ է։ Եվ Բողոս Արաքյալ գխոսի գկարոզ է։ Գսորվեցն է։ Եվ Թիվադիր քաղաքեն ձիրանավաճար գինմը Լիտիա անուն, որ Աստվածավախ մեկներ, մդիկ կներ, որուն սիրտը դերը բացավ, որբեսի Բողոսին ըսածներուն ուշադրություն ընե։ Հոն մգրդվեցան ինք եւ իր դունը եւ աղաչեց ու ըսավ, եթե զիս Տերոջ հավատացյալ գսեբեք, իմ դունս մդեք, բնագեցեք եւ ըստիբելով մեզ դարավ։ Ավասիկ վաճառական գին, Աստվածավախ, ոչ հավատացյալ, շատ կան։ Գուքար եւ գսե մտիկ կներ Տիրոջը խոսքը։ Այդ լրջությունը Տիրոջ խոսքը լսելու։ Եվ դեր իր սիրտը բացավ։ Իր սիրտը բացավ եւ ինք ընդունեց, հասկացավ, հավատաց խոսքին։ Եթե դերը սիրտը չփանար, այդ կինը չեր գրնար լսել եւ հասկանալ։ Բայց եթե ինքը մդիկ ընող չլար, Աստվածալ իր սիրտը չեր փանար։ Ազո կորձը եւ մարդուն կորձը իրար հետ պետք է քայլե ապաշխարության համար։ Եթե մեկը գուզե իրական ապաշխարել, ինքը իր բաժին ունենելիք, Աստվածալ իրը։ Եթե Աստված չխոսի, եթե Աստված չկորձե, ես չեմ գրնար հավատալ։ Բայց եթե ես չուզենամ հավատալ, Աստվածալ չի գրնար իր կորձը անել։ Իրար հետ միապանություն մեջ։ Գտեսնեք, գինը վաճառական կորձը մեկ կողմ թողած եկած էր աղոթքի։ Զոհողություն հրած էր։ Գցավին, որ շատեր այդպես չեն այսօր, երբ կորձ ունին, հյուր ունին, ընտանիք ունին, այս ունին, այն ունին, ժողովարան չեն երթար մարդիկ, աղոթքի չեն միապանվեր, հավաքույտներու մեջ չեն։ Այս կինը իր կորձը ծկած մեկ կողմ եկավ ժողովի հավաքույթի, աղոթքի եւ մտիկ կներ լրջությամբ Տիրոջ խոսքը, թե ինչպես, ինչ պիտի լարջոք, ինչ պիտի հասկանամ, ինչ կուզե դերը ինձ մե։ Եվ դերը սիրտը բացավ եւ այս կինը լսեց խոսքը, ուշադրություն հրավ, հանձնվեցավ եւ մգրդվեցավ։ Գիտեք, որ երբ կհավատանք կմգրդվենք եւ ոչ թե կմգրդվենք եւ հետո կհավատանք։ Սուրբ Գիրք կարդացողը այդ եզրակացության պիտի հասնի, որ մենք կհավատանք Հիսուսի, մեր մեղքերը կներվին, կզղջանք ապաշխարենք եւ հետո կմգրդվենք ծառայելու նպատակով։ Մգրդությունը ծառայելու նպատակով է։ Հավատքեն հետո։ Ուրեմն անոնք որ նախ կմգրդվին հետո կհավատան, սուրբ գրային չէ։ Սուրբ Գիրքը նախ կհավատանք հետո կմգրդվենք։ Եվ անվասիկ այս կինը կմգրդվի ինքը եւ իր դունը, քանի որ այդտեղ գային նաեւ իր դունի անդամները, որոնք անոնքալ ընդունեցին խոսքը, անոնքալ ապաշխարեցին եւ օտոմատիկ չեղավ, որ ինքը մգրդվեցավ, եկավ իր դունիներուն ասավ, հադեկացեք դուք ալ մգրդվեցեք։ Այդպես չէ։ Մգրդությունը հավատքեն հետո է։ Շատ հագասություններ գրնանք ունենալ այս կետի վրա, կամ շատեր չհասկանան ինչ որ գսեմ, կամ համացայն չլան, բայց Սուրբ Գիրքը բարձրապես այսպես կսե։ Հիմա ավանդությունը ինչ կսե, ասին եկեղեցին ինչ կսե, մյուս եկեղեցին ինչ կսե, իմ գիտնալիքս չէ, Սուրբ Գիրքը այսպես կսե։ Վերջ։ Մնացած ինձ կարևոր չէ։ Ուրեմն մգրդվեցավ ինքը եւ դունը եւ ինչ հրավ։ Աղաչեց, որ իր դունը դառնա եկեղեցի։ Եկան մարդիկ իր դունը սկսան ժողովներ անել։ Հասկանաք։ Ուրեմն մգրդությունը այդ է, որ հանձնվեցանք, հիմա ծառայեմ ես Տիրոջ։
Հիմա ես այո կորձադեր եմ, բայց նախ ես ծառայ եմ Տիրոջ։ Իմ դունս, իմ տրամս, իմ ունեցածս, իմ էությունս Տիրոջն է։ Ես Տիրոջ համար եմ։ Ես ինչ որ եմ Տիրոջ փառքին համար եմ։ Գուզեմ ծառայել Տիրոջ, գուզեմ նվիրվել Տիրոջ։ Այս բանը կտեսնենք ըստիբելով ասավ եկեք մեր դունը։ Իմ դունս Տիրոջ դունն է։ Ամեն ինչ փածավ։ Սահմանապակ չէ, ամեն ինչ փածավ Տիրոջ փառքին համար։ Անորոմար դուներու ժողովները շատ կարևոր են։ Քանի որ ամեն ինչ այդտեղ փաց է, հստակ է, լուրջ է։ Դերը սիրտը փածավ, քանի որ ինք ուշով մտիկ կներ։ Դերը սիրտը փածավ, որ ինքը հասկանա եւ ապաշխարե, եւ նվիրվի, եւ մգրդվի, եւ ծառայե Տիրոջը։ Թող դերը դա որ մենք այս տեսակի աշակերտները լանք, ինչպես միջև հիմա այս 14, 15, 16-ը կարդացինք։ Գտեսնեք աշակերտներ, առաքյալներ, նվիրյալներ, Տիրոջ հետևորդներ։ Սիրելի քույր եղբայրներ, Աստված մեծ գործեր գուզե անել քեզմով եւ ինձմով։ Միան նվիրյալ աշակերտները լանք, լսող, հանձնված, ամբողջովին իրեն եւ թույլ տանք որ Սուրբ Հոգիով մեզ կորձած է իր փառքին համար։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը եւ թող մեր Տերը այս խոսքերը որ հիմա լսեցինք, թող խոսքերը մեր մեջ թրոշմե իր հոգիով։ Այս երկեն հետո գվերակտնենք իրար։ Ախ որքան եմ քեզ կարոտել, սահման չկա
Հալելույա, օրտնյալ է մեր Տերը։ Թող բարավորվի մեր Տերը այս գեղեցիկ խոսքերեն, երգերեն հետո։ Եկեք աղոթենք, եկեք Տիրոջը հանձնվենք։ Եկեք Տիրոջը հանձնվենք մենք եւ նաեւ մեր էությունը, որպեսզի Տերը մեզ կորզածե, մեր չորս կողմիններուն լույս աղ լալու, որպեսզի մենք աշակերտներ փոխանցենք, տկարները զորանան, մեր կյանքերը լեցված Սուրբ Հոգիով մարդիկ տեսնեն մեզ եւ տեսնեն Տիրոջ զորությունը, որպեսզի մարդիկ հասկանան ով է Տերը եւ ինչ է Տերը, եւ մեր միջոցով ապաշխարեն, դառնան, բրգվին, բժշկվին։ Հիսուսյան անունով գաղութենք Տեր, գաղութենք, որ քո զավակները դառնան աշակերտներ, որոնց միջոցով դու պիտի բարավորվես, պիտի դա Սուրբ Հոգի զորությունը, որպեսզի իրենք տեսնեն եւ իրենց միջոցով շատեր տեսնեն։ Գաղութենք, ով դեր աշակերտներ բարձրացնես լուրջ նվիրյալ, գատարյալ քո խոսքին։ Գաղութենք մեր հայացքին մեջ ուր որ է եւ անոնք որ գլսեն եւ լսեցին այսօր, փոփոխություններ իրենց կյանքին մեջ եւ իրենց միջոցով սերունդներ կանով դեր։ Փոփոխությունները լա նաեւ իրենց չորս կողմիններուն մեջ եւ իրենք դառնան ով դեր նաեւ սերունդական մարդիկ, հոգիներ բրգողներ եւ իրենց միջոցով շատեր բրգվին քեզ բադիվ բերելու համար։ Ինգազները զորանան, դգարները զորանան, բժշկվին հիվանդները ով դեր ծրածները բարձրանան եւ քեզ բադիվ բերեն այսօր Հիսուսի անունով։ Դու եղիր գետրոնը մեր մտքին սրդին էության եւ դու փառավորվիս միշտ եւ հավիտյան։ Օրտնյալ է մեր Տերը, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Գործնենք եւ գբատվենք մեր Տիրոջը։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, մենք ձեզ ժամարտություն գուտանք արդեն նոր տարի, հունվարի սկիզբը, անցնեք օրտնված դարավերջ, ձեր ընտանիքներով, սիրելիներով, թող Տերը ձեզ նաև դա այդ իմաստությունը, որ այս տարվա բոլոր բացթողումները կարողանաք շտկել, որպեսզի եկող տարին դուք ավելի բադիվ բերեք Տիրոջը։ Ձեր միջոցով շատ բաներ փոխվի այս տարվա ընթացքին։ Եվ ինչ որ դգարություններ եղած են, բացթողումներ եղած են, ձուլություններ եղած են, անգումներ եղած են, Տիրոջ առաջ բերիր Սուրբ խաչին առաջ եւ ասե դեմները եւ մակրե, որպես այս եկող տարին լա նոր քեզ հաջելի եւ քո փառքիդ համար։ Ձեզ ուրեմն գողջունենք Հիսուսի անունով եւ գսենք միջև հաջորդ հանդիպում։ Ցտեսություն։